Արդ, երբ սրտիդ մեջ շարունակ պահած բաղձանքը դարձիդ դեպի Եգիպտոս, խոսքով, հոդավոր շուրթերով ես լոկ, ուղերձներ կարդում բարձրյալ Աստծուն, որը գործով է գրավում միայն և չի կաշառվում բանաստեղծությամբ, քեզ համար նման ինչ օրինակներ բերեմ ես այստեղ, անձն իմ հանցավոր, պատժակից ես դու, ավեր Սոդոմին, լալկված Նինվեի դատախազի պես, բիրտ ու բարբարոս, շատ ավելի, քան տիկինն Հարավի, Քանանից վատթար և ամաղեկից համառ, կամակոր, կուռքերի քաղաք անամոքելի, հին Իսրայելի ապստամբության ողբալի բեկոր, հիշատակարան պահված, Հուդայի ուխտազանության, հանդիմանված ես, ծուրից ավելի, Ծայդանից էլ խիստ լքված տարամերժ, Գալիլիայից խարդախաբարո, անհավատ ու պիղծ, Կափառնաումից անարժան ներման, պարսավելի ես, Քորազինի պես, Բեթսայիդայի հետ նախատելի, Եփրեմի ճերմակ մազերն ես, ծաղկած անպարկեշտությամբ, մեղմաբարո ես, ինչպես աղավնի, բայց ոչ հեզությամբ, այլ հիմարությամբ, օձ ես, բանական, առյուծից սերված եղեռնական օձ, տեսքով քարբի ձու, ժանտությամբ լցված, Երուսաղեմի վերջին ավերման կերպարանքն ունես, ըստ Տիրոջ խոսքի, մարգարեների կանխատեսության, խորտակված դոնով ու փականքներով, կործանման հասած մի տաղավար ես, մերժված ու լքված, բազմիցս աղտոտված մի շինվածք խոսուն, ժառանգություն ես, թեև վայելուչ, սակայն բարձիթող, աստվածակերտ տուն, սակայն մոռացված, Մովսեսի Դավթի ու Երեմիայի նախագրական խոսքի համաձայն բանական շենք ես, որ վարակված է ժանտ բորոտությամբ, ենթարկված իսպառ քերվելու պատժին, ապա կազդուրված նորից օրենքով ու ծեփված կավով ողոք հեզության, բայց չենթարկվելով բուժման որևէ ճար ու հնարքի, կրկին ավերված շինողի ձեռքով և հրամանով ամենազորի, արդար հատուցմամբ, դուրս նետված քշված ու տարագրված հեռու, շատ հեռու, անողոքաբար ձգված անսուրբ տեղ, դու այն դրամն ես, որ թաղվեց հողում ավետարանի ավանդակորույս դրժողի ձեռքով, լսիր ինձ Աստված, Աստվածդ ամենայն մարմնի ու հոգու, ըստ դավադրության տիրաշնորհի, ըստ Սուրբ Հովնանի, բարեմիտ, գթած ու բազմումողորմ, շնորհ արա ինձ, որ օրհնյալ կամքիդ բարեհաճությամբ սկզբնավորված աղերսամարյանն այս ողբերգության հասնի ավարտին, և մինչ այժմ, երբ ես ոտք եմ դրել այն ճանապարհին, որը տանում է դեպի պատրաստած օթևանները, արցունքներով եմ խոսքս սերմանում, երբ հասնի ժամը հնձի հավաքման, թող որ կատարյալ քավությամբ դառնամ գոհ ու բերկրալից, ընտիր խրձերի երջանիկ բերքով, չտաս ինձ սրտի անորդի արգանդ, Իսրայելի պես, ոչ էլ աչքերի ցամաք ստինքներ, ով ամենագութ, լսիր բանական աղանչավորիս, հզոր, ողորմած, նախքան երկնքին, երկինքը երկրին, և սա ցորենին, ձեթին ու գինուն, իսկ սրանք բոլորն էլ Իսրայելին, երկնավորների աղերսը, ուղղված քեզ, թող որ ավելի ազդի իմ հոգուն, քան թե տարերին ապականացու,
Դու ստեղծող ես, իսկ ես միայն կավ։ Տարակուսանքիս այս հեծեծագին աղերսանքների սկզբից հայտնիր կամքդ բարեգութ, որ կարողանամ զորանալ այստեղ, որպիսի, երբ որ երկինքը վերին իմ առաջ բացվի, չլինի հանկարծ, լույս վայելելուն անվարժ անընտրել, մի մոմի նման հալվելով իսպառ ջնջվեմ մեջտեղից։ Սիրտ տուր զրկվածիս, ինչպես ասողն է գոչել աղոթքով, ուժ թալկացածիս և կյանք մաշվածիս խղճի խայթերից, ոչ թե անձկությամբ ու տառապանքով քեզ որոնելուց։ Առ ավանդն իմ այս աղերսանքների և ողորմության շնորհներդ տուր, ընդունիր փոքր են այս տկարիցս և հզորիցդ մեծը ընծայիր, զորավոր դարձրու խոսքերս զղջման, ուղարկելով մեզ հոգի բարձրունքից, քո աստվածաշունչ այն պատգամներով, որ զետեղել եմ այս մատյանի մեջ, լուսավորությամբ քո ճշմարտելով առակն Եսայու, հաճիր, բարերար, պարգևել մահվան արժանավորիս, իմ անարգաձայն պղնձի տեղակ, շնորհիդ ոսկին, անզարդ սևաթույր իմ երկաթի տեղ, հրաշեկ պղինձն այն Լիբանանի, որ օրինակն է առաքինության։ Ինչու կարծրացնես սիրտը եղկելուս, անճառ, ահավոր, որ չթափանցի երկյուղդ այնտեղ, թող որ անվաստակ չմնամ, փոքր իմ այս աշխատանքից, ինչպես զրաջան սերմնացան, ամուլ, ամբերի հողի, թող չպատահի ինձ հանկարծ, երկնել, սակայն չծնել, ողբալ, չարտասվել, խորհել, չհառաչել, ամպել, չանձրևել, գնալ, չհասնել, քեզ ձայն տալ և դու ձայն չլսես, պաղատել, սակայն անտեսված մնալ, կողկողել, սակայն դու չողորմես, աղաչել քեզ, բայց չշահել ոչինչ, զոհեր մատուցել, բայց չճենճերել, քեզ տեսնել, սակայն ձեռնունայն դուրս գալ։ Լսիր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ, ով միաքզոր, մեղքերով ապրած օրերիս չափով, անվճար թողած տույժն հանցապարտիս, նոր տանջանքներով վճարել մի տուր, փրկիր ինձ գթած, լսիր, ողորմած, մարդասեր եղիր իմ հանդեպ, ներող, խնայող եղիր, ով երկայնամիտ, պաշտպանիր, հզոր, օգնիր, ապավեն, ազատիր, կարող, կյանք տուր կենարար, նորոգիր, վսեմ, լուսավորիր, վեհ, բուժիր, ձեռնհաս, քավիր, անքնին, պարգևիր, առատ, շնորհազանդիր, ամենազեղուն, հաշտվիր, անարատ, ընդունիր, անոխ, մաքրիր պարտքերից, ով ամենօրհնյալ, երբ թշվառության պահին աչքերս սևեռած լինեմ, ինձ սպառնացող զույգ վտանգներին, թող որ տեսնեմ քո փրկությունը, հույս ու խնամակալ, եթե հայացքս դեպի վեր հառած, դիտելու լինեմ ամենագրավ ուղին սոսկալի, թող խաղաղության հրեշտակդ ինձ պատահի սիրով։ Վերջին օրը, Տեր, շունչս արձակելիս, ցույց տուր երկնային երջանիկներից մի լուսաթռիչ ու մաքուր հոգի, որ հասնի ինձ մոտ սիրուտ պարգևով, նաև վախճանված արդարներից ինձ կարեկից հասցրու, հուսահատ օրս չարագործելիս, Տեր, քո անակնկալ բարին շնորհիր,
ով բարեբանյալ, փրկիչ բոլորի, հիվանդ ոչխարիս որպես ուղեկից, չլինի որ տաս դժնդակ գազան, մեղքով մեռածիս պարգևիր գթած անապական կյանք ու կործանվածիս ծանր պարտքերից փրկությունը քո, պիտի մոռանաս բարերարելդ, ակնկալություն, գթասիրելդ պիտի անտեսես, ով խնամակալ, պիտի այլայլես մարդասիրելդ, անխոտորելի, կենագործելուց պիտի ետ կանգնես, անվախճանական, պիտի ձեռք քաշես ողորմությունից, երջանիկ պտուղ, աղարտես պիտի ծաղիկը խնկյալ ու բարեշնոր մեծիդ քաղցրության, պիտի անպատվես քո հարստության նյութը պանծալի, մթագնես պիտի փառքը վասերի քո վսեմության, պիտի չպահես վայելուչ զարդը պայծառ պսակիդ, եթե երանին ողորմածներն են միայն ստանում, հապա դու, որ արքայություն ես համակ, սիրով լի, միթե կատարյալ փրկություն պիտի ինձ չպարգևես, չմատուցես ոչ դեղ իմ վերքերին, ոչ խոցվածքներիս բուժիչ բալասան, և ոչ էլ դարման տկարությանս, չպիտի ծագի լույսդ խավարում, զորությանդ լոկ ապավինածիս, ով կենսապարգև, համայն տիեզերքի, կրողդ, միակ ինքնագոհ անանց, մշտնջենական ճշմարիտ փառքի, օրհնյալ, փառավոր, երիցս հավիտյան և իմանալի հավիտենության, սահմաններից էլ դեռային կողմ, ամեն։